Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Խաղի կանոնները հաղորդումն է։ Հիշեցնեմ, որ այն իրականացնում ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Մեր այսօրվա հյուրերն են իրավաբանական վարչության պետ Սաթիկ Ղիմոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ քաղաքականության մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ Հակոբ Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես գիտենք, մարտի 15-ը սպառողների իրավունքների միջազգային օրն է եւ այս հաղորդումը այսօր կցանկանամ, որ նվիրենք հենց այդ օրվան եւ հասկանանք ընդհանրապես Հայաստանում սպառողների իրավունքները որքանով են պաշտպանված եւ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության համակարգը որքանով է կայացած, որքանով է արդյունավետ։ Շնորհակալություն։ Նախ կուզենայի նշել, որ սպառողների շահերի պաշտպանության կայուն եւ զարգացած համակարգի ձևավորումը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնական առաջնահերթություններից է։ Սպառողների շահերի պաշտպանության առնչությամբ ներկայումս ընդհանուր առմամբ օրենսդրական կարգավորումներ առկա են եւ նաեւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված լիազորությունների եւ գործառույթների շրջանակում իրականացնում է որոշակի օրեն սպառողների շահերի պաշտպանություն եւ որպես այդպիսին մտքում միշտ ունենալով սպառողների շահերի պաշտպանության առավել զարգացած եւ կայուն համակարգի ձևավորումը։ Հենց այս նպատակի իրականացմաններ ուղղված նաև հանձնաժողովի եւ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Հարկ է նշել, որ սպառողների շահերի պաշտպանության կայուն եւ զարգացած համակարգի ձևավորումը բավականին լայնածավալ եւ շարունակական աշխատանքների իրականացում է ենթադրում եւ սա ինքնին թե օրենսդրական, թե դրանց հետագայում գործնական կիրառման ապահովմանն է վերաբերվում։ Եվ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ու էկոնոմիկայի նախարարությունը փաթեթը մշակելիս առաջնորդվել են հենց այս սկզբունքներով մշակել օրենսդրություն, որը հետագայում կաշխատի եւ կկիրառվի։ Հարկ է նշել, որ ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքն է, որը ըստ էության ունի զգալի բարեփոխման կարիք, մասնավորապես օրենքը ընդունվել է դեռևս 2001 թվականին եւ թեև փոփոխություններ իրականացվել են, սակայն առկա են լրացուցիչ լավարկման անհրաժեշտություն, սա պայմանավորված է թե օրենսդրական որոշակի բացերի առկայությամբ եւ թե նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով, մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև կնքված ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մասին, որի առանձին գլուխը նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն է վերաբերվում եւ ըստ էության Հայաստանի Հանրապետության համար սահմանվում է պարտավորություն ապահովելու սպառողների շահերի պաշտպանության այնպիսի մակարդակ, որպեսզին գործում է Եվրոպական միությունում եւ կարելի է ասել, որ հանձնաժողովի կողմից իրականացվող օրենսդրական փոփոխությունների վերջնարդյունքը հենց այս նպատակին հասնելն է։ Նշեցիք, որ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, հետաքրքիր է ինչ կոնկրետ ուղղություններով են ընթանում այդ բարեփոխումները։ Ինչպես նշեցի, օրենսդրական փոփոխությունները ենթադրում են լայնածավալ բարեփոխումներ, կոնկրետ հանձնաժողովի եւ էկոնոմիկայի նախարարության կողմից որդեգրվել է փոփոխությունների իրականացման փուլային մոտեցումը, հաշվի առնելով, որ վերջնարդյունքը սպառողների կայուն եւ զարգացած համակարգի ձևավորումն ու գործարկումն է։ Այս առումով հարկ է նշել, որ առաջին փուլը արտացոլված է հենց մշակված նախագծում, այսինքն մշակված նախագծի կարգավորումները ուղղված են այն բազային հիմնահարցերի լուծմանը, որոնք թույլ կտան ձևավորել կայուն համակարգ։ Խոսքը վերաբերում է նրան, որ ներկայումս առկա չէ հիմնական, կենտրոնական եւ կոնտակտային մարմին, եւ սա ինքնին ենթադրում է, որ ներկայումս անարդար առևտրային գործելակերպից, որը կարող է վնասել սպառողների կոլեկտիվ շահերը, պաշտպանության հանրային մեխանիզմ գործիքակազմ առկա չէ։ Եվ նախագծով առաջին հիմնական ուղղությունը տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների իրականացումներ, որով կհստակեցվեր հանձնաժողովի դերը որպես կենտրոնական եւ կոնտակտային մարմին սպառողների շահերի պաշտպանության, կոլեկտիվ շահերի պաշտպանության իրականացման առումով, ինչպես նաեւ գործառույթային փոփոխություններ նախատեսվեցին, մասնավորապես սպառողների դեմ ուղղված գործերի քննության առանձնահատկություններ եւ նաև առավել արագ արձագանքելու մեխանիզմներ ներդրվեցին օրենսդրությամբ, նախատեսվում է ներդնել օրենսդրությամբ եւ երկրորդ ուղղությունը, որ կարելի է նշել, դա սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխություններն են,
Մասնավորապես հանձնաժողովի առաջնահերթություններ ապահովել նաև սպառողների լիարժեքորեն հնարավորություն ունենալ ապահովելու սպառողների տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ այս առնչությամբ էական էր, որ սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում ամրագրվեց սպառողի ազատ ընտրության իրավունքը, ինչը հիմնարար իրավունք էր եւ էական նշանակություն ունի հիմնավորված սպառողի կողմից հիմնավորված որոշում կայացնելու համար։ Նաև ըստ էության ամրագրվեցին եւ սահմանվեցին սպառողների դեմ ուղղված անարդար առևտրային գործելակերպի ընդհանուր բնութագրերը, օրենսդրությամբ սահմանվեց ագրեսիվ եւ մոլորեցնող վարքագծի բնութագրերը եւ դրանց առավել կանխատեսելի դրսևորումները։ Միաժամանակ հարկ է նշել, որ հանձնաժողովի կողմից կարևոր էր նաև սահմանել կոնկրետ կանոններ առևտրի եւ ծառայությունների ոլորտում, ինչը եւս սպառողների շահերի տեսանկյունից էական նշանակություն ունի եւ այս առումով երրորդ ուղղությունը եղավ առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Հիմնականում երկու մասի կարելի է փոփոխությունները բաժանել։ Առաջինը ուղղված էր հենց սպառողների շահերի պաշտպանության նոր ինստիտուտների ներդրմանը, խոսքը վերաբերում էր գնի կանոնների սահմանմանը եւ հստակ գնանշման կանոնների սահմանմանը Եվրոպական միությունում գործող կարգավորումների օրինակով եւ երկրորդ առումը դա արդեն իսկ գործող օրենսդրական կարգավորումների լավարկումներ, մասնավորապես զեղչերի, ակցիաների շրջանակում արդեն իսկ գործող կարգավորումները գործնական խնդիրների եւ նաեւ շահագրգիռ անձանց կողմից բարձրացված խնդիրների հաշվառմամբ լավարկվեցին եւ նախատեսվում է դրանք եւս շրջանառել այդ փոփոխությունները։ Ընդհանուր ուղղությունների մասով թերևս այսքանը, հարկ է նշել, որ ինչպես փուլային մոտեցումը առհասարակ հանձնաժողովի կողմից ընտրվեց ապահովելու կայուն համակարգի ձևավորումը եւ նախագիծը առաջին փուլն էր, հետագայում նախատեսվում է հաջորդիվ կրկին Եվրոպական միությունում գործող կարգավորումների հաշվառմամբ ՀԿ-ների հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը ավելի բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ այլընտրանքային վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ու գործիքակազմի ներդրում իրականացնել, նաև ապահովելով եւ ավելի շատ կենտրոնացում տրամադրելով սպառողների եւ հանձնաժողովի միջև հաղորդակցությանը, նաև էլեկտրոնային մեխանիզմների ներդրման։ Իսկ ինչ կոնկրետ կանոններ են սահմանվել արդեն վերջնական սպառողին գների ներկայացման մասով, հետաքրքիր է։ Գործընկերս ինչպես նշեց, հիմնական ուղղություններից մեկը, առաջին փուլի օրենսդրական փոփոխությունների վերաբերվում էր հենց գների ներկայացմանը։ Այս իմաստով մենք ձեր տաղավարում արդեն մեկ անգամ զրուցել ենք գների ներկայացման վերաբերյալ, լավ կլներ հիշեցնել, որոշ մեր ունկնդիրներին էլ ծանոթացնել այս պայմանների հետ։ Առաջնային բովանդակությունն ու նպատակը վերջնական սպառողին գների ամբողջական տեղեկատվության ներկայացումներ այն համատեքստում, որ սպառողն ունենա հնարավորություն գների համաժամանակյա համեմատության համար, այսինքն երբ մենք խոսում ենք սպառողի կողմից ձեռքբերման որոշում կայացնելու մասին, մեր համար շատ կարևոր է, որ սպառողը լիարժեքորեն տեղյակ լինի, օրինակ X խանութում առկա X տեսակի ապրանքի բոլոր գների մասին։ Այս համատեքստում առաջին փոփոխությունը կապված էր հենց վաճառքի գին ու միավոր գին ձևակերպումների ու սահմանումների հետ։ Ինչ ենք հասկանում վաճառքի գնի ներքո։ Վաճառքի գինը մեր պատկերացմամբ այն գինն է, որը բնորոշում է ապրանքի հենց ավելը, որով ինքը էսպայն վաճառվում է։ Օրինակի համար, եթե մենք խոսում ենք թթվասերի մասին, մեկ թթվասերի գինը մեր տրամաբանությամբ վաճառքի գինն է։ Միևնույն ժամանակ գոյությունի այս կարգավորումներով, այդ գնին կավելանա եւս մեկը, որը պարտադիր կլինի ներկայացման համար, դա միավոր գինն է, որը պետք է ներկայացված լինի համապատասխան միավոր չափման մեջ, այսինքն օրինակ 1 կիլոգրամ, 1 լիտր, 1 մետր քառակուսի, օրինակ, թթվասերի դեպքում 1 կիլոգրամ թթվասերի գինը։ Ու այս դեպքում անկախ նրանից, թե օրինակ դարակաշարի վրա ամեն տուփը ինչ քաշի է, 350 գրամ, 400 գրամ, սպառողը միանգամից հնարավորություն կունենա տեսնելու բոլոր գները մեկ միասնական չափման միավորի համատեքստում։ Այսինքն դուք միաժամանակ կտեսնեք 1 կիլոգրամ թթվասերը այդ բոլոր արտադրողների մոտ, այդ բոլոր վաճառողների մոտ ինչ արժի։ Արդյունքում ունենաք հնարավորություն բավականին արագ եւ օպերատիվ համեմատել այդ գները, որտեղ առկա պայմաններում, երբ որ դուք ունեք միայն ներկայացված վաճառքի գինը,
հա, ու չունեք միավորի գին եւ գիտեք, որ տուփերը տարբեր քաշ ունեն, ձեզ անհրաժեշտ է ամենայն հավանականությամբ հաշվիչով պատտվել, որ ունենաք հնարավորություն այդ համեմատությունը իրականացնել։ Այստեղ կարևոր ընդգծում անեմ կապված հենց միավոր գնի հետ, որ օրենքը ինքն իրենով ամրագրում է արդեն, թե որն է մեր կողմից ընկալվում որպես միավորը։ Այսինքն 1 կիլոգրամը, 1 լիտրը, հա, չթողնելով օրինակ տնտեսավարող սուբյեկտներին կամ վաճառողներին այս տրամաբանության մեջ դիտարկել օրինակ նույն ապրանքատեսակի շրջանակներում մի ապրանքի գինը կիլոգրամով, մեկ օրինակ 100 գրամով ներկայացնելու իր սեփական պատկերացման, որ այդ ապրանքի դեպքում կարելի է կիրառել 100 գրամը։ Ինչի, որտեվ այս գործելակերպը ինքնին կկոտրեր հենց մեր դրած տրամաբանությունը, որտեվ եթե նույն դարակաշարի վրա մեկ ապրանքի վերաբերյալ մի գինը լիներ կիլոգրամով, մեկը 100 գրամով, դուք նույն խնդրին եք բախվելու։ Այստեղ ընդգծեմ նաև այն հանգամանքը, որ այո, որոշ դեպքերում օրենքը բացառություն սահմանում է այն տրամաբանությամբ, որ եթե ավանդաբար ընդունված է օրինակ վաճառքը, չգիտեմ, բլոկներով, ինչ որ այլ չափման միավորներով կամ տարաներով կամ տարողունակությամբ, այդ դեպքում, եթե դա ավանդաբար ոլորտում ընդունված տարբերակ է, այդ դեպքում կարելի է կիրառել դրանք, բայց մնացած բոլոր ապրանքների դեպքում անհրաժեշտ է կիրառել միավոր գնի այդ մեր կողմից սահմանված տրամաբանությունը։ Դրանից բացի կարևոր հանգամանքներ կային առանձին տեսակի ապրանքների մասով, հա, երբ մենք խոսում ենք օրինակ փաթեթվածքով վաճառվող ապրանքներ, որ մի քանի ապրանք միավորված է մեկ նպատակով վաճառելու համար, օրինակ, հա, նվեր փաթեթավորումներով, նվեր փաթեթվածքներն այսպես ասած։ Եվ երբ որ մենք խոսում ենք ապրանքների մասին, որոնք որ վաճառվում են հարակից ինչ որ հեղուկի առկայությամբ, որ նպատակային նշանակությանը չի ծառայում։ Օրինակ, մարինացված վարունգը, ձիթապտուղը, հա, այդ բոլոր ապրանքների հետ միասին կա նաև հավելյալ հեղուկ, որը որ դուք չեք օգտագործում ձիթապտուղ գնելու նպատակային նշանակության իմաստով։ Հիմա եթե սկսենք այս երկրորդ կետից, այսինքն հեղուկի պատմությունից, այստեղ կարևոր է, որ միավոր գինի հաշվարկման դեպքում տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է այդ հաշվարկն իրականացնել զտված, հեղուկազտված քաշից։ Այսինքն, որpիսի այս դեպքում կրկին սպառողն ունենա հստակ ընկալում, թե որ ինքը ձեռք է բերում այդ կոնկրետ ապրանքը ինչքան ձիթապտղի դիմաց, ինչքան է նա վճարում։ Այսինքն 1 կիլոգրամ ձիթապտուղը X արտադրողի մոտ ինչ արժի, Y արտադրողի մոտ ինչ արժի։ Երկրորդ կետը կապված փաթեթվածքի հետ։ Այս դեպքում մենք հստակեցնում ենք, որ եթե փաթեթվածքը կազմված է տարբեր ապրանքներից ու ոչ մի ապրանքը չի գերազանցում 90% արժեքային, այս դեպքում անհրաժեշտություն չկա ներկայացնելու միավոր գինը, որովհետև այն տրամաբանությունն է գործում, որ դուք ձեռք եք բերում այդ փաթեթվածքը ընդհանուր նպատակային նշանակությունից ելնելով ոչ թե մեկ առանձին ապրանքի տրամաբանությամբ։ Բայց եթե կա մեկ ապրանք այդ նույն փաթեթվածքում, որի արժեքային միավորը գերազանցում է ընդհանուր փաթեթվածքի 90%-ը, այսինքն դա ձեր հիմնական ծախսի ուղղությունն է, հիմնական ապրանքն է, որ ներառված է փաթեթվածքի մեջ, այդ դեպքում միավոր գնի հաշվարկը պետք է իրականացնել հենց այդ ապրանքի մասով։ Ինչ վերաբերում է ծառայություններին, առանձին կարգավորումներ կան նաև ծառայությունների համար։ Եթե մենք խոսում ենք ծառայությունների մասին, որոնք որ փոխկապակցված են ապրանքի իրացման հետ, օրինակ առաքման ծառայություն, սպասարկման ծառայություն, օրենքով հստակեցվել է, որ բոլոր այդ ծառայությունների դեպքում ծառայությունների գինը ապրանքի գնից առանձին պետքա ներկայացված լինի։ Ձեռք եք բերում դուք օրինակ հեռուստացույց եւ միասին նույն փաթեթի, այսպես ասած, շրջանակներում ձեզ տրամադրում է օրինակ վճարովի առաքում կամ վճարովի սպասարկման ծառայություն, օրինակ։ Այդ ծառայության գները պետք է առանձին ներկայացված լինեն, որ սպառողը ընկալի, թե ապրանքի դեպքում հեռուստատեսության համար կոնկրետ ինչքան ինքը վճարեց, ինչքան վճարեց առաքման համար։ Դրանից բացի, եթե խոսքը գնում է այլ ծառայությունների մասին, չփոխկապակցված ապրանքների իրացման հետ, եւ դուք օրինակ ունենում եք փաթեթով վաճառվող ծառայություններ, օրինակ հեռուստատեսային, հա, տելեկոմ ծառայությունների շրջանակում եւ ձեր միաժամանակ մի քանի կապի տեսակներ են առաջարկում փաթեթով։ Այս դեպքում կրկին պետք է ներկայացված լինի ամեն առանձին տեսակի ծառայության գինը փաթեթում, որ ձեր համար ընկալելի լինի, թե կապի ամեն առանձին տեսակի համար այդ փաթեթի շրջանակներում դուք ինչքան եք վճարում, եւ անգամ եթե դա անհնար է, պետք է ներկայացված լինի այդ գների ձևավորման տրամաբանությունը։ Այսինքն եթե տնտեսավարող սուբյեկտը չի կարող ներկայացնել վերջնական գինը, որովհետեւ դա կապված է օրինակ տրամադրվող ծառայության ծավալներից, կոնկրետ սպառողի նախասիրություններից, այդ դեպքում պետք է հստակ մեթոդաբանությունը, գնի գոյացման մեխանիզմը բացատրված լինի սպառող։ Շատ կարևոր հանգամանք է նաև էլեկտրոնային հարթակների հանգամանքը, որ օրենքը ինքնին ամրագրում է, որ բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե դուք ֆիզիկական գնում եք իրականացնում, այսինքն ձեռք եք բերում ապրանքը սուպերմարկետում, խանութում, թե էլեկտրոնային հարթակում, կանոնները նույնական են։ Այսինքն էլեկտրոնային հարթակում ինչ որ բան ձեռք բերելու դեպքում կլինի դա տեղական շուկայի տրամաբանությունը, հա, այսինքն ոչ թե ինչ որ խոշոր ապրանքի մասն է խոսքը գնում, այլ օրինակ ամենօրյա ապրանք ինչ որ on-line սուպերմարկետից կամ ինչ որ on-line առևտրային կետից, հա։
Այս դեպքում դուք պետք է տեսնեք նույն գների ներկայացման կանոններին համապատասխան ֆորմատը, այսինքն վաճառքի գին, միավոր գին, ապրանքի անվանում, որովհետև տրամաբանությունը կարգավորել սպառողի համար այս տեղեկատվության տրամադրումը Հայաստանի ամբողջ տարածքում բոլոր ֆորմատներում։ Երկու խոսք ուզենայի նաև ասել բացառությունների մասին, որովհետև դրանք նույնպես շատ կարևոր են։ Օրենքը բացառությամբ չի այն իմաստով, որ իր հիմնական տրամաբանության մեջ դրված է նպատակին հասնել, հա, էֆեկտիվ եղանակով։ Այս իմաստով որոշ դեպքերում, երբ որ մենք տեսնում ենք, որ չկա անհրաժեշտություն այս կարգավորման, օրենքն ինքնին արդեն սահմանել է այդ բացառությունները։ Օրինակ, բացառությունը սահմանվել շատ փոքր տարողունակության ապրանքների համար, 50 գրամը կամ 50 մմ չգերազանցող ապրանքների համար, այսինքն խոսքը գնում է փոքր 5 սանտիմետրանոց կամ 50 գրամանոց ապրանքների մասին, որոնց դեպքում միավոր գնի տրամաբանությունը ինքնին ոչ մի բան ձեզ չէր ասի։ Ինչի, որովհետև եթե մենք խոսում ենք 50 գրամի մասին, դուք պետքա 20 անգամ բազմապատկեք այդ ապրանքի գինը, որ ստանաք կիլոգրամի արժեքը։ Այսինքն այդ գինը ձեր համար տրամաբանական ինչ-որ համեմատության առարկա չէր լինելու։ Դուք ամենայն հավանականությամբ իրեն ձեռք եք բերում հենց հատով մի հատի տրամաբանության մեջ։ Դրանից բացի կա նաև առանձին բացառություն կապված գյուղատնտեսական ապրանքների շուկաների վերնիսաժների տրամաբանության հետ, հա, որտեղ որ օրինակ ապրանքի վաճառքն իրականացվում է հենց այդ վերնիսաժային, հա, տոնավաճառային տրամաբանության մեջ, բայց այդտեղ շատ կարևոր հանգամանք, որ եթե օրինակ գյուղատնտեսական շուկայում կամ վերնիսաժում կա ապրանքային առևտրային օբյեկտ, այսինքն կա նորմալ վաճառք իրականացնող ստանդարտ ավանդական վաճառք իրականացնող կետ։ Այդ կետերի համար կանոնները հենց այնպեսին են, ինչպեսին ես ներկայացրեցի։ Խոսքը գնում է միայն վերնիսաժային վաճառքի շրջանակներում իրականացվող գործընթացների հետ։ Եվ մի հավելում էլ, երբ մենք ունենք օրինակ իրավիճակ, երբ որ վաճառքի գինն ու միավորի գինը համընկնում են, երբ որ 1 լիտրանոց տարողությամբ օրինակ տարեով ձեզ վաճառում են ապրանքը, այդ դեպքում այդ երկու գինը համընկնում է, անհրաժեշտություն չկա երկու անգամ նույն գինը ներկայացնելու։ Փաստացի այս այն կարգավորումների շրջանակն է, որ օրենքի ընդունման պահից հետո կտարածվի տնտեսարող սուբյեկտների վրա եւ հիմնական նպատակ ունենալով հենց ապահովել սպառողի համար այդ համեմատության հեշտությունը, այսպես ասած։ Իսկ նոր փոփոխություններով ինչ պահանջներ են ներկայացվում տնտեսվարող սուբյեկտներին։ Այս մասով հատուկ ուզենայի առանձնացնել գործընկերոջս նշած մյուս ուղղությունը, հա, երբ որ մենք խոսում էինք ագրեսիվ եւ մոլորեցնող վարքագծի մասին եւ ընդհանրապես անարդար առևտրային գործելակերպի մասին որպես այդպեսին, կուզենայի ընդգծեի, որ նախկինում էլ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքն ուներ կարգավորումներ հասարակության մոլորեցման մասով, բայց նոր օրենսդրական փոփոխություններով մենք մի կողմից հստակեցնում ենք այս կարգավորումները մեր օրենքի իմաստով, մյուս կողմից ապահովում ենք նաև անհատական շահի պաշտպանության մեխանիզմի տրամաբանությունը, ամրագրելով այդ մոլորեցնող եւ ագրեսիվ գործելակերպը սպառողների իրավունքների պաշտպանության օրենքում։ Այսինքն մենք հստակեցնում ենք կոնկրետ դեպքերի իրավունքի խախտման արդեն դրսևորումներ, այսպես ասած, արդեն սպառողների իրավունքների մասին օրենքում։ Առաջին կտորը կապված մոլորեցնող վարքագծի հետ, հա, պետք է հասկանանք այն իրավունքը, որից հա բխում այս խախտումը, օրենսդրությամբ ամրագրված է մարդու լիարժեք տեղեկացվածության իրավունքը սպառողի որոշում կայացնելու ընթացքում։ Այս դեպքում մեր հիմնական միտքն է, որ մոլորեցնող վարքագիծը, կլինի դա մոլորեցնող գործողություն, թե մոլորեցնող անգործություն, բերում է սպառողի կողմից ձեռքբերման որոշման կայացման վրա ազդեցության, որտեղ նա չի ունենում բավարար տեղեկատվություն հիմնավոր որոշում կայացնելու։ Այսօր կուզենայի ընդգծել հենց ձեռքբերման որոշում գաղափարը։ Ձեռքբերման որոշումը ոչ միայն ձեր կոնկրետ ապրանքի գնման գործողությունն է։ Ձեռքբերման որոշումը ցանկացած ձեր գործողությունը, որը ուղղված է ձեռքբերմանը, անգամ եթե դուք վերջում ապրանքը չեք ձեռքբերում։ Այն հանգամանքը, որ օրինակ դուք տնից դուրս եկեք եւ հասել եք խանութ, արդեն ձեռքբերման ուղղված որոշում էր։ Եվ եթե անգամ տնտեսավարող սուբյեկտը իր մոլորեցնող գործողությամբ ազդում է այդ հանգամանքի վրա, դա նույնպես համարվելու է անարդար գործելակերպ։ Օրինակների, այսինքն դրսևորումների տեսքով ինձ թվում է ավելի հեշտ կլինի ընկալել այս process-ը։ Օրինակ, այդպիսի տրամաբանություն է, երբ տնտեսավարող սուբյեկտը գովազդում է ապրանք, դուք հասնում եք այդ առևտրային օբյեկտ եւ տեսնում եք, որ այդ ապրանքը օրինակ բացակայում է։ Կամ ձեզ ներկայացվում է այդ ապրանքի փչացած տարբերակը միաժամանակ առաջարկելով օրինակ այլ ապրանք։ Այս բոլոր դեպքերում հիմնական ազդեցության նպատակը ձեզ այդ առևտրային օբյեկտ բերելն էր։ Այսինքն ձեզ գովազդվել է ապրանք, որը ի սկզբանե գոյություն չի ունեցել օրինակ։ Կամ տնտեսավարող սուբյեկտը գիտակցել է, որ ինքը չի ունենա մատակարարման այն ծավալները կամ առաքման այն ծավալները, որի համաչափ ինքը գովազդ է իրականացնում։ Այսինքն ինքը ի սկզբանե գիտակցել է, որ ինքը այդ ապրանքը չի իրացնելու սպառողներին ու հիմնական մոտիվացիա ունեցել ձեզ հասցնել առևտրային օբյեկտ, որպեսզի կարողանա ուրիշ ապրանքների իրացում կազմակերպել։ Այս դեպքը ինքնին համարվելու է մոլորեցնող գործելակերպ, մոլորեցնող գործողություն։ Այլ տարբերակ, այս հենց կապված է իմ օրինակի հետ, որ ձեռքբերման որոշման մեջ ներառվում է նաև ձեզ առևտրային օբյեկտ բերելու որոշման վրա ազդելը։
այլ հանգամանք, որը կապված է օրինակ հենց տեղեկատվության հետ, ձեր տեղեկացվածության։ Նոր ձևակերպում կա օրենսդրական կարգավորումներով էկոլոգիական հավաստում։ Այս մենք խոսում ենք այն մասին, երբ տնտեսավարող սուբյեկտը ինչ որ ապրանքի, սեփական ընկերության կամ ամբողջ ապրանքատեսակային գծի վերաբերյալ հայտարարում է տեղեկատվություն այն մասին, որ ինքը համապատասխանում է ինչ որ էկոլոգիական ընկալման։ Օրինակ հայտարարում է, որ ապրանքային ամբողջ գիծը իր չի առաջացնում հավելյալ CO2-ի արտանետումներ կամ օրինակ չի առաջացնում խնդիրներ բնության համար, այսպես ասած, հա, անգլերեն no waste պրոդուկտները կամ վերամշակման արդյունք է, որը նույնպես շատ մոդայիկ է, հա, եւ հեշտ վերամշակվող։ Հա, օրինակ հեշտ վերամշակվող պրոդուկտ է կամ ամբողջ արտադրությունը ինքնին կառուցված է վերամշակված պրոդուկտների վրա, այսինքն բավականին խոհեմ սպառման տրամաբանության մեջ է, երբ դուք օգտագործում եք պրոդուկտ, որը արդեն մեկ անգամ օգտագործված է եւ այլն եւ այլն։ Եվ այս դեպքում, եթե օրինակ դա վերաբերվում է իր ներկայացված ապրանքատեսակներից միայն մեկին, բայց ընկերությունը դա ներկայացնում է, որ իր ամբողջ բրենդի տրամաբանությունն է եղել օրինակ վերամշակումը եւ վերամշակված ապրանքի օգտագործումը, սա նույնպես մոլորեցնող գործողություն է։ Նույն տրամաբանությամբ օրինակ ներկայացնել ձեզ, որ ձեր իրավունքից բխող գործողությունը, որ նա իրականացնում է, ձեր առավելությունն է։ Օրինակ դուք ունեիք անվճար, չգիտեմ, խորհրդատվության իրավունք այն համատեքստում, որ կոնկրետ ապրանքի դեպքում դա ձեզ հասու էր ի սկզբանե եւ ձեզ տնտեսարող սուբյեկտը դա ներկայացնում է որպես առանձնահատկություն կապված իր ապրանքի հետ կամ նվեր կամ հավելյալ ծառայություն, սա նույնպես մոլորեցնող գործողություն է։ Ինչ վերաբերվում է ագրեսիվ վարքագծին, հա, սա ինքն իրենով նոր դրսևորում է օրենսդրության իմաստով, այստեղ օրենսդրությամբ ամրագրում ենք այն հանգամանքը, որ եթե տնտեսարող սուբյեկտը ձեզ սպառնալու ֆիզիկական բռնության, ֆիզիկական գործողության կիրառման կամ դրա սպառնալիքի համատեքստում կամ ցանկացած այլ ներազդման մեխանիզմով փորձում է ազդել ձեր որոշման կայացման վրա, այսինքն ազդում է այն իրավունքի վրա, որ հենց այս նույն օրենսդրական փոփոխությամբ կամրագրվի ձեր ազատ ընտրության կատարելու իրավունքի վրա, դա կհամարվի ագրեսիվ վարքագիծ։ Այստեղ օրինակ, եթե ձեր մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք առևտրային ցանցից դուրս չեք գա, եթե չգնեք ինչ-որ ապրանք, շատ ավելի հաճախ դրսևորվում է, հա, այս հանգամանքն ինքնին դրսևորվում է էլեկտրոնային հարթակների դեպքում, երբ որ օրինակ դուք այդ խաչի տեղը չեք գտնում էկրանի վրա, որ կարելի է դուրս գալ կամ հետ գնալու կոճակը չկա կամ միայն կոճակ գնելու վերաբերյալ։ Այս բոլոր դեպքերը, երբ որ ձեր մոտ թյուր տպավորություն է ձևավորվում եւ փաստացի տնտեսավարող սուբյեկտը ձեզ ստիպում է կատարել գործողություն, որտեղ ձեր մոտ ստեղծվել էր տպավորություն, որ այլընտրանք գոյություն չունի, սա ագրեսիվ վարքագիծ է։ Նույն ձև ագրեսիվ վարքագիծը օրինակ անհարկի զանգերը կամ այցելությունները։ Եթե օրինակ դուք պայմանագիր ունեք ծառայությունների մատուցման, որի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտը տարեկան 3 անգամ կարող այցելի ձեր հասցեով, երբ որ տնտեսավարող սուբյեկտը օրինակ դա անում է 10-15 անգամ առաջարկելով այլ ծառայություններ ձեզ կամ զանգահարում է անհարկի ծավալով, այսինքն ոչ թե իր առևտրային կոմունիկացիան իրականացնելու համար, հա, կամ մարքեթինգային ծառայություններին ծանոթացնելու համար, այլ անհարկի հաճախ անտրամաբանական զանգելով անհանգստացնում է, այս բոլոր գործողությունները համարվելու են ագրեսիվ վարքագիծ, ագրեսիվ գործելակերպ։ Շատ կարևոր է նաև օրինակ մի հանգամանք, որը ինձ թվում է ծնողներին շատ կարևոր կլինի, որ ինքնին երեխային ուղված գովազդը կամ գովազդը, որը հրահրում է երեխային համոզել մեծահասակներին, ծնողներին ինչ-որ գնում կատարել, համարվելու ագրեսիվ, որտեղ ընդհանուր առմամբ այս դեպքում, երբ որ մենք կոնկրետ սպառողների խմբի մասին ենք խոսում, հա, ում մոտ դեռ քրիտիկական մտածելակերպի զարգացման իմաստով հնարավորություն չկա ընկալելու, վերամշակելու նյութը եւ adekvat արձագանքելու, այս գովազդի ցանկացած տեսակն արդեն ագրեսիվ է ինքն իրանով։ Եվ մի տարբերակ էլ կուզենամ ընդգծեմ, այսինքն այս օրինակների տրամաբանությունը իրականում մեր ունկնդիրներին ավելի հստակ եւ ավելի հասկանալի դարձնելն է վարքագծի տրամաբանությունը, վարքագիծը ընդհանուր ձևակերպում ունի, այսինքն այն իմ օրինակները, որ ես ներկայացնում եմ, չեն սահմանափակում ցուցակ, այսինքն սա ուղղակի մի քանի դրվագներ, այսպես ասած, ընդհանուր առմամբ ցանկացած ֆորմատի ազդեցությունը սպառողի վրա, որը կազդի նրա որոշման վրա, արդեն համարվելու է ագրեսիվ վարքագիծ։ Մեկ օրինակ էլ կապած օրինակ չպահանջված ապրանքի առաքման հետ։ Օրինակ, դուք on-line ինչ-որ խանութից չեք ուզում այդ ապրանքը, չեք գնե անգամ այդ ապրանքը, եւ այդ ապրանքը եկել էր հասել էր ձեզ, դուք օրինակ, այսպես ասած, cancel եք արել, merge եք ապրանքի ընդունումը, ապրանքի գնի վերաբերյալ, ապրանքի արժեքի մասով ձեզ վերադարձ կատարվել էր, բայց առաքման ծառայության վերադարձը չէր կատարվել։ Այսինքն դուք չեք կատարել գործողություն, դուք չունեք պահանջված ապրանք այդ տնտեսավարող սուբյեկտից, բայց օրինակ այդ հարթակին կցել եք ձեր քարտը եւ ինքը դրա շնորհիվ
պահանջել էր ձեզնից հավելյալ վճարում կատարել մի բանի համար, որը որ դուք չէիք ցանկացել ձեռի բերել նրանից։ Այս գործողությունը նույնպես արդեն օրենսդրական այս փոփոխությունների տրամաբանությամբ կհամարվի ագրեսիվ գործողություն եւ իրեն արդեն համապատասխան տրամաբանության մեջ կամ անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների շրջանակներում հետագայում տնտեսարող սուբյեկտը կենթարկվի համապատասխան պատասխանատվության։ Ինչպես արդեն նշեցիք, օրենսդրական փոփոխություններով հանձնաժողովը հանդիսանալու է արդեն սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին։ Եվ այս իմաստով առանձնակի կարևորություն է բնականաբար ստանալու սպառողների հետ անմիջական շփումը։ Հետաքրքիր է այս դեպքում ինչպես է պատրաստվում հանձնաժողովը այդ կապը ապահովել։ Ասենք նրանից, որ հանձնաժողովն այս պահին էլ փորձում է առկա ռեսուրսների շրջանակներում, թե իր մրցակցային, մրցակցության պաշտպանության համատեքստում, թե սպառողների պաշտպանության համատեքստում ուղիղ կապի մեխանիզմներ ունենալ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այսինքն որ մենք խոսում ենք օրինակ պետական մարմիններից, տնտեսավարող սուբյեկտներից, այլ այսպես ասած լիազոր մարմիններից, ովքեր ներառված են գործընթացի մեջ, թե մրցակցության պաշտպանության իմաստով, թե սպառողների շահերի պաշտպանության իմաստով, մենք փորձում ենք պահպանել այդ անմիջական կապը։ Երևի սկսենք ամենաավանդական մեխանիզմներից, կայքից, competition.am կայքը ինքն իրենով թույլ է տալիս ձեզ թե դիմում ներկայացնել, բոլոր իրավախախտումների հետ կապված, թե ծանոթանալ հանձնաժողովի գործունեությանն, եթե ունեք ինչ-որ հարցեր կամ ինչ-որ դրսևորումներ օրինակ հանձնաժողովի գործունեության ձեր համար անհասկանալի են, հանձնաժողովը հատուկ մշակել է հարցարաններ, այսպես ասած, պատասխաններով, որոնք թույլ կտան հասկանալ հանձնաժողովի առանձին գործիքները եւ առանձին լիազորությունները։ Դրան զուգահեռ հանձնաժողովն ունի թեժգիծ, որի շրջանակներում մենք ամենօրյա կտրվածքով ստանում ենք զանգեր, բողոքներ, հարցումներ կապված գործունեության բոլոր ուղղությունների հետ, մեզ զանգարում են թե տնտեսարող սուբյեկտներ, թե այլ պետական մարմիններ, թե սպառողներ, այսինքն ֆիզիկական անձին կապված իրենց խնդիրների, բողոքների կամ հարցերի հետ։ Դրանից բացի կոնկրետ հենց սպառողների հետ կապված, այս մոլորեցման հետ կապված օրինակ գործողություններին, որոնք շատ օրինակ առանցում են զեղչերի համատեքստին, հանձնաժողովը դեռ 1 տարի առաջ պաստառներ էր տեղադրել եւ այդ պաստառներն էսպայդրությամբ էլ առկա են մոլերում, խոշոր առևտրային կետերում, որտեղ դուք կարող եք տեսնել կարճ տեղեկատվությունը, որ եթե ձեր մոտ առաջացել է խնդիր կապված SSS հանգամանքների, դուք կարող եք դիմել, զանգահարել կամ այցելել կայք, ներկայացնել դիմում, եւ նաեւ էլեկտրոնային փոստի հասցեն ներկայացված։ Այսինքն մենք փորձում ենք չբերել անգամ, սպառողին ստիպված հասցնել հանձնաժողով, մենք փորձում ենք այնտեղ, որտեղ ամենառիսկային գոտին է, այսպես ասած, հնարավոր սպառողական խնդիրների ներկայացված լինել տեղեկատվության իմաստով։ Դրանից բացի մենք օգտվելով մեր գործընկերների հնարավորությունից, համագործակցելով օրինակ բջջային օպերատորների հետ, ներկայացրել ենք փոքր SMS հաղորդագրություններ, փորձելով կոմունիկացվել ուղիղ մեծ քանակությամբ լսարանի հետ, Շատերը երևի դեկտեմբեր ամսին ստացել են նման հաղորդագրություններ կապված տարբեր հանգամանքների հետ, հանձնաժողովը հարցումների ֆորմատում փորձում էր գտնել այն խնդիրներն ու բողոքները, որ հնարավոր է տեղի են ունեցել կապված մեր այլ լիազորությունների իրացման հետ, կապված կոնկրետ սպառողների շահերի պաշտպանության համատեքստի հետ։ Այս դեպքում կրկին հանձնաժողովը փորձում էր չհասցնել այն իրավիճակին, երբ սպառողը ինքը գալի հասնում է հանձնաժողովի, այսպես ասած, դուրը, որ ինչ-որ խնդիր ներկայացնի, մենք փորձել ենք կոմունիկացվել սպառողի հետ ոնց որ պրոակտիվ եղանակով, այսինքն փորձել հասնել սպառողին մինչև խնդիրը, կանխարգելել, տեղեկացնել։ Դրանից բացի շատ կարևոր է համարում ընդգծել, որ արդեն այս պահին հանձնաժողովի կայքիջում competition.am-ում կա սպառողի օգնական կոճակ, այսպես ասած, որի շրջանակներում կրկին ներկայացված է առաջնային տեղեկատվություն, օրինակ եթե դուք ձեռք եք բերել ապրանք, որի հետ կապված կարծում եք, որ կա ինչ-որ խնդիր, ապրանքը չի համապատասխանել ձեր ակնկալիքներին, դուք զգում եք, որ մոլորվել եք այն համատեքստում, որ ապրանքը ձեռք եք բերել, չեք ստացել տեղեկատվություն եւ այլն եւ այլն։ Ցանկացած խնդիր, որ ձեր պատկերացմամբ ձեր սպառողների իրավունքների խախտում է կամ կարող է լինել նման խախտում, դուք ունեք հնարավորություն սեղմել սպառողների օգնական այդ կոճակի վրա եւ բավականին արագ դիմում ներկայացնել հանձնաժողովին։ Այսինքն դուք գրանցում եք մեր հարթակում եւ ազատ շարադրանքի տրամաբանությամբ, անգամ այնտեղ չկա ինչ-որ հատուկ ֆորմալ մեխանիզմ, դուք ազատ շարադրանքով ձեր խնդիրը ներկայացնում եք եւ ինչը կարեւոր է, հանձնաժողովը կոմունիկացնում է խնդիրը տնտեսվարող սուբյեկտի հետ։ Այսինքն անհրաժեշտություն չկա անգամ, որ դուք իդ գնաք ձեր օրինակ այն սուպերմարկետը կամ խանութը, որտեղ որ ձեռք եք բերել ապրանքը, հանձնաժողովը կփորձի 10 օրյա ժամկետում
կոմունիկացնել հարցը տնտեսվարող սուբյեկտի հետ, փորձել լուծել հարցը այս փուլում, եթե այդ փուլում լուծումը տեղի չի ունենում, հանձնաժողովը հնարավորություն կունենա եւ կդիտարկի այդ հարցը արդեն այլ լուծման մեխանիզմների տրամաբանության մեջ, այնքանով որքանով դրանք կտեղավորվեն հանձնաժողովի լիազորությունների մեջ։ Կուզեի հատուկ նաեւ ընդգծել այն հանգամանքը, որ կշարունակենք մենք զարգացնել այս հարթակը նաեւ ապագայում, որովհետեւ ինչպես գործընկերս նշեց, մենք փորձելու ենք գործընթացում ել ավելի ակտիվ ներառել օրինակ հասարակական կազմակերպություններին, հա, իրավապաշտպան սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպություններին եւ պետական մարմիններին, հետագայում, այսինքն այս համակարգն ինքն իրենով կդառնա այն մեկ պատուհանը, որի միջոցով դուք ցանկացած սպառողի հետ կապված խնդրի ներկայացմամբ կունենաք հնարավորություն կոմունիկացվել պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների, հասարակական կազմակերպությունների հետ, ունենալով հնարավորություն մեկտեղ ներկայացնելով ձեր բողոքը ստանալ ամբողջական արձագանքը ձեր պաշտպանության բոլոր մեխանիզմների մասով։ Իսկ սպառողների իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ինչ ուղերձ ունեք մեր սպառողներին։ Նախ ինչպես նշեցինք, սպառողների շահերի պաշտպանությունը էական նշանակություն ունի, ինչպես մրցակցային բարեխիղճ միջավայրի ձևավորման եւ կայացման, այնպես էլ ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման համար եւ հանձնաժողովը շատ մարտական է տրամադրված սպառողների շահերի պաշտպանության կայուն համակարգի ձևավորման առումով եւ այս գործընթացում մենք նաեւ ակնկալում ենք սպառողների եւ առհասարակ բոլոր ներգրաված անձանց ակտիվ մասնակցությունը եւ ակտիվ հաղորդակցությունը նաեւ հանձնաժողովի հետ, քանի որ շատ հաճախ հենց սպառողներն են հանձնաժողովի կողմից խնդիրների բացահայտման եւ դրանց լուծումների արագ արձագանքման եւ լուծումներ արագ տրամադրելու առումով աղբյուր հանդիսանում։ Հանձնաժողովը ցանկանում է, որ նաեւ սպառողները լինեն իրազեկ, քանի որ շատ հաճախ սպառողների դեմ ուղղված իրավախախտումները այնպիսի դրսևորումներով են լինում, որ սպառողներն իրենք չեն հասկանում արդյոք իրենց իրավունքները խախտվել է թե ոչ, ուստի այս ամենի հաշվառմամբ մենք կոչ ենք անում սպառողներին լինել ավելի պրոակտիվ, համագործակցել հանձնաժողովի հետ, նպաստելով հանրային շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ Շնորհակալ եմ շատ ժամանակ գտնելու, այստեղ գտնվելու եւ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ինֆորմացնելու համար։ Հիշեցնեմ, որ եթերում խաղի կանոնները հաղորդումներ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։